Հայաստանի բանկային համակարգն ամփոփել է 2025 թվականը։ Ցուցանիշները ռեկորդային են։ Համակարգի ընդհանուր ակտիվները գերազանցել են 12.8 տրիլիոն դրամը։ Տարեվերջի դրությամբ բանկերը տրամադրել են 7.9 տրիլիոն դրամի վարկեր, իսկ քաղաքացիներն ու բիզնեսը բանկերում պահում են 7.5 տրիլիոն դրամի ավանդ։ Տվյալները ներկայացրել է բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, փաստելով համակարգում աշխատողների թիվը հասել է գրեթե 17,000-ի։ Ավանդական ամենամեծ ոլորտը սպառողական վարկերն են, 23.2%-ն է կազմում ամբողջ վարկային պորտֆելի, այնուհետև հիպոթեկային պորտֆելը 21.3%-ն է կազմում 1.6 տրիլիոն դրամով, որից հետո արդեն 3-4 տեղում գտնվում են շինարարության տրված վարկերը, սպասարկման ոլորտը։ Եթե 2024-ին վարկերի մոտ 46%-ը ֆիզիկական, 54%-ը իրավաբանական անձանց էր տրված, ապա 2025-ին ֆիզիկական անձանց կշիռը նվազել է 44%-ի, քանի որ իրավաբանական անձանց տրված վարկերն ավելի մեծ չափով են աճել։ Ամենամեծ աճը ապահովել է շինարարությունը, շուրջ 30% վարկային պորտֆելի աճ է տեղի ունեցել շինարարությունում։ Ըստ էությամբ հիմա շինարարությունը մոտ 900 միլիարդ դրամ է, մինչ այդ եղել է փաստորեն 700-ից մի փոքր ավել, 29%-ով աճել են սպառողական վարկերը, ամենափոքր աճը այս վարկերի մեջ հիպոթեկային վարկերն են աճել շուրջ 13.2%-ով։ Հիպոթեկի դանդաղումը պատահական չէ։ Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցումը շուկան տեղափոխել է մարզեր։ Արդյունքում մարզային հիպոթեկն աճել է 113 միլիարդով, իսկ մայրաքաղաքինը միայն 82 միլիարդով։ Համադրել են նաև ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների եւ նրանց տրամադրված վարկերի տոկոսադրույքները 1-ից 5 տարվա ժամկետով։ Դրամով ավանդները 2024-ի 9.3%-ի փոխարեն 2025-ին միջինում կազմել է 9.5%, արտարժույթովի դեպքում ամփոփող է 4.2%։ Մինչև 5 տարանոց դրամային վարկերի տոկոսադրույքը 2024-ին միջինում 16.7% էր, իսկ նախորդ տարվա արդյունքում 17.1%։ Շատ մեծ պահանջարկ կա շուկայում, թե սպառողական վարկերի, թե այլ վարկերի, եւ այդ մեծ պահանջարկի արդյունքում տոկոսադրույքը մեղմիչ գործոն է հանդիսանում։ Եթե այս 0.4%-ով տոկոսադրույքի աճը չլիներ, մենք կարող էինք սպառողական վարկերի աճի ավելի մեծ կշիռ ունենալ, ինչը զսպիչ հանգամանք է հանդիսացել դրա համար։ Վարկերի 66%-ը դրամային, 34%-ն արտարժութային է։ Ավանդների դեպքում հարաբերակցությունը 56-44 է, դարձյալ հօգուտ դրամայինի։ Սա վկայում այն մասին, որ բանկերը որոշակիորեն նաև արտարժութային ռիսկ են ստանձնում, 10-ից 15% ավել արտարժութային պարտավորությունն են, քան արտարժութային վարկերը, եւ այս արտարժութային ռիսկը նորից դրամային վարկերի մեջ որոշակի արտացոլում է ստացել տոկոսադրույքի մասով։ Բանկերը ընդհանուր 2025 թվականին 421 միլիարդ դրամ շահույթ են ստացել, 17%-ով ավելի, քան դրան նախորդող տարում էր։ 17 բանկերն էլ ներառված են եղել 1000 խոշոր հարկվճարողների ցանկում, ընդհանուր 164 միլիարդ դրամ վճարումներով, ինչը 38%-ով ավելի է 2024-ի ցուցանիշից։ Լուրերը Դանիել Ազատյանից հետաքրքրվեց, թե 421 միլիարդ դրամ շահույթն ինչի հաշվին են գրանցել բանկերը։ Միության նախագահի խոսքով առաջին հերթին վարկերի եւ ավանդների աճի հաշվին։ Բացի այդ, աշխարհաքաղաքական իրադարձություններով պայմանավորված նաև արտարժութային փոխարկումները, միջազգային գործարքներն ու ակտիվների գնումներն ու վաճառքներն են նպաստել։ Ամենակարևոր պատճառներից մեկը նա է, որ բանկերին ունենալով մեծ իրացվելիություն, այսինքն ազատ բավականին մեծ միջոցներ, այդ թվում արտարժույթով։ Դուք տեսել եք Միացյալ Նահանգներում, Եվրոպայում տոկոսադրույքները բարձրացել են։ Իրենք կարողացել են այդ միջոցները ճիշտ կառավարել եւ տեղաբաշխել թեկուզ կարճաժամկետ 1 ամսով, 20 օրով, 15 օրով եվրոպական եւ ամերիկյան շուկաներում եւ ունեցել են լրացուցիչ եկամուտներ։ Միության նախագահի խոսքով չպետք է հետևություն անել միայն 421 միլիարդ դրամ թվի հիման վրա, այլ պետք է հաշվի առնել, որ բանկերը 2.2 տրիլիոն կապիտալ են ներդրել ու դրա դիմաց ստացել 21% շահույթ, ինչը բավարար է զարգացման, կայունության ապահովման եւ հետագա անվտանգ ու կայուն գործունեության համար։ Ամփոփելով տարին Դանիել Ազատյանը հորդորում է զգոն լինել զեղծարարություններից, հիշեցնում, գումար ստանալու համար բավական է միայն քարտի 16 նիշն ու անուն ազգանունը։ Նիկոլայ Ավետիսյան, Շիրայր Հաբետյան, լուրեր։